Գիրք առակաց գլուխ 17-րդ Լավ է մի չոր պատառը խաղաղությունով, քան թե մի տուն լիքը մորթված ոչխար կռիվով։ Իմաստուն ծառան կտիրե նախատինք բերող որդիի վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին կառնե։ Արծաթի համար հալոս կա և ոսկի համար քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։ Չարագործը ականջ է դնում անիրավ շրթունքների, ստախոսը լսում է կորստական լեզվին։ Աղքատին ծաղր անողը նրա արարիչին է անարգում, ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնալ։ Ծերերի պսակը որդկանց որդիքն են, և որդկանց պարծանքը իրանց հայրերը։ Տխմարին չի վայելիլ բարձրախոս շրթունքները, ուր մնաս որ ազնվականին ստախոս շրթունքը։ Ընծան պատվական քար է ունեցողին համար, ուր որ էլ դառնա հաջողվում է։ Հանցանքը ծածկողը բարեկամություն ուզող է, բայց խոսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կբաժանե։ Հանդիմանությունը ավելի է ազդում խոհեմին, քան թե 100 հարվածը հիմարին։ Միշտ ապստամբություն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամավոր կուղարկվի նրան։ Լավ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահե և ոչ թե հիմարն իր հիմարության ժամանակ։ Լավության փոխարեն ով որ չարություն հատուցե, նրա տնից չարիքը չի հեռանալ։ Ջրի արձակման նման է կռիվի սկիզբը, բայց վեճը չբորբոքված դու ետ քաշվիր։ Անզգամին արդարացնողը և արդարին անզգամ անողը երկուսն էլ զզվելի են Տիրոջը։ Ինչ պետք է հիմարի ձեռքին իմաստություն առնելու կինը, քանի որ խելք չունի։ Ամեն ժամանակ սիրող է բարեկամը և եղբայրը նեղ օրվան համար է ծնված։ Պակասամիտ մարդը ձեռքը երաշխավորության կտա և գրավ կլինի իր ընկերի առաջին։ Հանցանքը սիրող է կռիվ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։ Ծուռ սրտի տերը բարություն չի գտնել, և լեզուն ծռողը չարության մեջ կընկնի։ Հիմարը տրտմություն է իր ծնողի համար, և տխմարի հայրը չի ուրախանալ։ Ուրախ սիրտը օգնական է ինչպես տեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնե։ Ամբարիշտը կաշառքը ծոցին առնում է, որ ծռե իրավունքի ճանապարհները։ Իմաստությունը հասկացողի առաջին է, բայց հիմարի աչքերի համար աշխարհքի ծայրումը։ Հիմար որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն իր ծնողի համար։ Արդարի վրա էլ տուգանք դնել լավ չէ, նաև իշխաններին ծեծել ուղղության համար։ Իր խոսքերը զսպողը գիտություն գիտե, և ծանրաբարո մարդը խոհեմ է։ Հիմարն էլ լռելով իմաստուն կհամարվի, և իր շրթունքը խփողը հանճարեղ։